1930 թվականին բրիտանացի հայտնի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնզը կանխատեսում էր, որ մինչև 20-րդ դարի վերջը տեխնոլոգիաները այնքան զարգացած կլինեին, որ հնարավոր կլիներ սահմանել 15 ժամանոց աշխատանքային շաբաթ։ Այսպիսով աշխատավոր դասի ներկայացուցիչները ավելի շատ ժամանակ կունենային տրամադրելու իրենց ժամանցին, հաճույքներին և հանգստին կամ ուսմանը, անձնական և մասնագիտական առաջգնացման համար։ Իհարկե դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե կապիտալիստների շահույթի տոկոսը մնար էապես նույնը, ինչ այն տարիներին։ Սակայն դա այդպես տեղի չունեցավ։ Չնայած Խորհրդային Միության առկայության և ի շնորհիվ արևմտաեվրոպական շատ երկրներում կոմունիստական կուսակցությունների և արտմիությունների կատաղի պայքարին հանուն աշխատավորների իրավունքները, տեղի իշխող դասը ստիպված էր գնալ զիջումների, որի հետևանքով աշխատավորների պայմանները զգալի բարելավվեցին։ Սկսած 50-ական թվականներից աշխատողները հնարավորություն ունեցան ստանալ բժշկական ապահովություն, գնալ արձակուրդ, նրանց երեխաները այժմ կարող էին ստանալ անվճար որակյալ հանրային կրթություն և այլն։ Բայց սկսած 80-ականների վերջից և հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո նոր տեխնոլոգիաները մոբիլիզացվեցին աշխատավորներին ավելի շատ աշխատացնելու ուղիներ գտնելու համար, որի միակ նպատակն էր բարձրացնել իշխող դասի եկամուտը։ Ժամանակակից կապիտալիզմը ստեղծեց միևնույն ժամանակ փաստացի անիմաստ և հասարակության համար անպետք աշխատատեղեր։ Աշխատավորների զգալի զանգվածներ, հատկապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, իրենց ողջ աշխատանքային կյանք ներկայումս անց են կացնում կատարելով այնպիսի առաջադրանքներ, որոնք հենց իրենց գաղտնի կարծիքով իրական ոչ մի իմաստ չունեն։ Պատմականորեն մարդկության առաջին կատեգորիաները, որոնք ստիպված են եղել մշտապես աշխատել նույնիսկ այն ժամանակ, երբ անելու ոչինչ չկար և որոնց զբաղված պահելու համար հորինվել են անիմաստ աշխատանքներ, եղել են ազատությունից զրկված զանգվածները, այսինքն բանտարկյալներն ու ստրուկները։ 19-րդ դարում Ամերիկայի հարավում և Կարիբյան ավազանում պլանտացիայի սեփականատերերը պնդում էին, որ ավելի լավ է ստրուկներին միշտ զբաղված պահել, նույնիսկ եթե դա նշանակում էր, որ անկապ առաջադրանքներ հորինել նրանց համար, օրինակ նույն տարածքում մի տեղից մյուս տեղ քարեր տեղափոխել և այլն, միայն թե թույլ չտալ, որ նրանք ձեռքերը ծալած նստեն։ Հակառակ դեպքում ազատ ժամանակը կարող էր ստիպել նրանց մտածել փախուստի և ապստամբության մասին։ Նեոլիբերալ ռեֆորմերը թելադրված չէին տնտեսական սկզբունքներով։ Հիմա հարց է առաջանում, իսկ ինչով։ Իմ կարծիքով պատասխանը պետք է փնտրել իշխող դասակարգի մտածելակերպի մեջ։ Նրանք վճռական են տրամադրված կանխելու քաղաքական ապստամբության որևէ կրկնությունը։ Ներկայումս արդյունաբերական մասնագիտությունները հիմնականում ավտոմատիզացված են։ Ծառայությունների ոլորտում աշխատողների համամասնությունը եռապատկվել է, հասնելով ակտիվ բնակչության 3/4-ին։ Այսօր ինչքան աշխատանք օգտակար է հասարակությանը, այնքան քիչ է այն վճարվում։ Կապիտալիստական համակարգի ներքո աշխատավորների մեծ մասը, նրանք ովքեր արտադրության կամ ծառայությունների ոլորտում են, անընդհատ ճնշվում ու շահագործվում են։ Ակտիվ բնակչության մնացած մասը բաժանված է երկու խմբի՝ մի կողմից գործազուրկները ամենուր ահաբեկված և նվաստացված, Մարքսը նրանց անվանում էր արդյունաբերական պահուստային բանակ, բայց նրանց իրական գործառույթն այս առաջարկի և պահանջարկի կապիտալիստական աշխարհում դա կանխելն է աշխատավարձերի բարձրացմանը։ Մյուս կողմից կա աշխատողների մի լայն շրջանակ, որը հիմնականում վճարվում է ոչինչ ստեղծելու համար։ Նրանք կարող են աշխատել աշխատանքի տարբեր ոլորտներում, որոնք բացարձակապես անօգուտ, ավելորդ, նույնիսկ վնասակար են հասարակության համար։ Որպես օրինակ կարող ենք վերցնել նրանց, որոնց գործը խաբելն է։ Նրանք արհեստականորեն ստեղծում են պահանջարկ, որպեսզի հետո գերվաճառեն ուրիշ ապրանքների անհրաժեշտությունը այդ կարիքը լրացնելու համար։ Կան ընկերություններ, որոնց աշխատողների հիմնական խնդիրն է հնարավորություն տալ այդ ընկերությանը հավակնել այն ինչին, որով իրականում նա չի զբաղվում։ Եվ ինչ ասել նրանց մասին, ում գործը միայն անհեթեթություններ կատարելն է, որպեսզի կարևորություն տալ իրենց վերադասին։
Չմոռանանք նաև մանր պետերին, պետերի տեղակալներին, որոնց հիմնական գործը անիմաստ առաջադրանքներ ստեղծելն է, որոնք նրանք հանձնարարում են իրենց ենթականերին, նրանց վերահսկելու կամ նոր զբաղվածություն ստեղծելու համար։ Կարելի է բերել շատ ուրիշ օրինակներ, բայց պետք է ասել, որ այս տիպի աշխատանքներում միշտ կա դասակարգային համամասնություն։ Հիմնականում այս աշխատողները ունեն միջին կամ ստորին միջին խավի ծագում և ներկայանում են որպես հիմք իշխող դասի համար, տարածելով նրանց գաղափարախոսությունը։ Կապիտալիստական համակարգի ճնշման ներքո այս ոլորտների աշխատողները համաձայնվում են խաղալ այդ դերը սոցիալական կապիտալի կուտակման և կապեր հաստատելու համար, որոնք ի վերջո իրենց ճանապարհ են բացում դեպի ավելի լավ դիրք, ներկայանալով նրանց համար որպես ցատկահարթակ, որպես կարիերայի առաջխաղացման ծրագիր, ինչը նրանց վերջնական նպատակն է։ Բայց աշխատողների մեծամասնության համար նման աշխատանքը կարող է աներևակայելի խելագար լինել։ Այն գաղափարը, որ կատարած աշխատանքը լիովին անօգուտ է, նույնիսկ վնասակար հասարակության համար, կարող է հանգեցնել ինքնաոչնչացման տարբեր ձևերին՝ ալկոհոլ, թմրանյութերի օգտագործում և այլն։ Չի կարելի հասկանալ այն հոգևոր և հոգեբանական ճնշումը, որը գործածում է աշխատանքը ժամանակակից հասարակարգում առանց հաշվի առնելու այն հակասությունը, որը գոյություն ունի գործատուի բարոյականության, այսինքն այն այլասերված և հրեշավոր գաղափարի, որ աշխատողի ժամանակը պատկանում է նրան, ով այն գնել է, և աշխատողի ողջախոհության միջև։ Դա կոչվում է դասակարգային պայքար։ Ինքնության առաջնային զգացումը առաջանում է արդյունավետ լինելու հաճույքից, որը կապված է մտադրության և արդյունքի համընկման հետ։ Հետևաբար, սեփական գոյության գիտակցումը ներառում է հիմնարար ուրախություն, կապված մեզ շրջապատող աշխարհի, այդ թվում այլ մարդկանց վրա ազդեցություն ունենալու ազատության հետ։ Դա անվանվում է պատճառ լինելու ուրախություն։ Այս ամենին անհնար է հասնել կապիտալիստական համակարգում, որտեղ հարաբերությունները հիմնված են անհավասարության վրա։ Սա մի անմարդկային ռեժիմ է, որտեղ շահույթը մարդկային կյանքից ավելի կարևոր է։ Մարդը, որը զրկված է աշխարհի վրա էական ազդեցություն գործելու կարողությունից, դադարում է գոյություն ունենալ։ Այսպիսով խնդիրը կարող է ունենալ միայն մեկ լուծում՝ կապիտալիստական համակարգի ոչնչացում և վերացում։ Առանց դրա անհնար կլինի կառուցել նոր հասարակություն, առաջադեմ հասարակություն, որտեղ յուրաքանչյուր անհատի աշխատանքը օգուտ կբերի ողջ հասարակությանը։ Ձեզ հետ էր Կոմունալիքը, բաժանորդագրվեք, սխմեք զանգակին և մինչ նոր հանդիպում։